Հայաստանում նախատեսվում է պարզեցնել մինչև 300 քառակուսի մետր անհատական բնակելի տների կառուցման թույլտվության ստացման գործընթացը։ Պարզեցված կարգից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ցանկանում են կառուցել մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող տուն և մինչև 50 քառակուսի մետր օժանդակ շինություն, իրենց պատկանող բնակելի նշանակության հողամասում և ոչ ձեռնարկատիրական նպատակով։ Պարտադիր փորձաքննությունը փոխարինվում է արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով, ինչը պետք է արագացնի գործընթացը և նվազեցնի ծախսերը։ Համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2026 թվականի հունիսի 1-ից։ 2025 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս։ Ավարտված քրեական վարույթներով էլ վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ։ Դատախազության տեղեկացմամբ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել մի շարք քրեական վարույթների շրջանակում, այդ թվում նախկին պաշտոնատար անձանց և պատգամավորների հետ առնչվող գործերով։ 3 օրում բացահայտվել է 268 հանցագործություն, գրանցվել է 30 ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 6 դեպք անձնական ունեցվածքի գողության, 1 դեպք գույքը ոչնչացնելու կամ վնասելու։ Հայտնաբերվել է 24 հետախուզվող, իսկ 1 անձ կամավոր ներկայացվել է։ Գրանցվել է նաև զենք զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։ Անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված թթվային թունավոր անձրևների հետ կապված որոշ հրապարակումներին, հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 7-ից 8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն տեղումներում թթվայնության անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների բարձրացումն անվանել է չնչինգին անվտանգության ապահովման դիմաց։ Նա շեշտել է, որ գների բարձրացումը իր գնահատմամբ ժամանակավոր բնույթ է կրում և պայմանավորված է տարածաշրջանային անվտանգության զարգացումներով։ Վերջին օրերին համաշխարհային շուկաներում նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին։ Մերձավոր Արևելքում հակամարտության տնտեսական հետևանքների մասշտաբը Ասիայի համար առաջին հերթին կախված կլինի դրա տևողությունից։ Այս կարծիքին է Ասիական զարգացման բանկը։ Միևնույն ժամանակ հակամարտության հեռանկարներն առայժմ այնքան հստակ չեն, որպեսզի լրջորեն ազդեն Ասիական զարգացման բանկի ապրիլին հրապարակվող Ասիայի տնտեսական կանխատեսումների վրա։ Ճապոնիային, Հարավային Կորեային և Չինաստանին նավթային պահուստները կարող են բավարարել մի քանի ամիս, մինչդեռ օրինակ Հնդկաստանն այդքան ժամանակի պաշար չունի։ Եվրոպայում մարտի 9-ի սակարկությունների բացմանը գազի գինը 2023 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $800 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այս դինամիկան նկատվում է նավթի գնանշումների աճի և Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին։ Իրանի տարածքին Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածներից ու Էմիրությունների ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածներից հետո Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ։ Ներդրողները քննարկում են ակտիվության ժամանակավոր նվազման հնարավորությունը և ավելի զգույշ են մոտենում գործարքներին, հատկապես օտարերկրյա գնորդները։ Պահանջարկի և գների իրական փոփոխությունները կարող են ի հայտ գալ ավելի ուշ, իրավիճակի կայունացումից հետո։ Փոքր գին համաշխարհային անվտանգության համար։ Նավթի գների կտրուկ տատանումները այս ձևակերպումն են ստացել Թրամփի գրառման մեջ։ Միացյալ Նահանգների առաջնորդը պնդում է, շուկայում առաջացած թանկացումները ժամանակավոր են և կվերանան այն պահին, երբ Իրանի միջուկային սպառնալիքը չեզոքացվի։ Նավթի գների կարճաժամկետ աճը, որը արագորեն կմարի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է Միացյալ Նահանգների և աշխարհի անվտանգության խաղաղության համար։ Միայն հիմարներն են այլ կերպ մտածում։
Այս հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Մերձավոր Արևելքում արագ սրվող իրավիճակը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային էներգետիկ եւ ֆինանսական շուկաներում։ Իրանում ընթացող մարտական գործողությունների եւ տարածաշրջանում աճող ռազմական լարվածության ֆոնին ներդրողները մտահոգվում են, որ նավթի մատակարարումները կարող են երկար ժամանակով սահմանափակվել։ Այդ մտավախությունները շուկաներում առաջացրել են ուժեղ ռալլի, նավթի գների կտրուկ աճ։ Էներգետիկ շուկայի այս ցնցումները անմիջապես արտացոլվել են նաև ֆինանսական բորսաներում։ Մարտի 9-ի ասիական ֆոնդային շուկաներում ցուցանիշների նվազում է գրանցվել նավթի գների կտրուկ աճի պատճառով։ Ճապոնական Nikkei 225 ինդեքսը սակարկությունների արդյունքում նվազել է 5.24%-ով, հասնելով 52707.5 կետի, իսկ հարավկորեական Kospi-ն գրանցել է 5.96% անկում, կազմելով 5251.87 կետ։ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունն արդեն ազդեցություն է թողնում ոչ միայն շուկաների, այլև պետությունների քաղաքական որոշումների վրա։ Սերբիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է ժամանակավորապես արգելել նավթի եւ բոլոր տեսակի շարժիչային վառելիքի արտահանումը, փորձելով կանխել ներքին շուկայում հնարավոր դեֆիցիտն ու զսպել գների աճը։ Սերբիան այնպիսի երկիր է, որտեղ քաղաքացիները նավթամթերքի դիմաց վճարում են ավելի քիչ, քան բորսայական արժեքն է, եւ պետությունն անում է ամեն ինչ տնտեսությունն ու սպառողին պաշտպանելու համար։ Միջազգային մակարդակով նույնպես քննարկվում են արտակարգ քայլեր։ G7 երկրների ֆինանսների նախարարները արտահերթ խորհրդակցության ընթացքում քննարկելու են ռազմավարական նավթային պահուստների համատեղ օգտագործման հնարավորությունը։ Քննարկումները վերաբերում են միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ պահուստների շուկա դուրսբերմանը։ Այս զարգացումները ցույց են տալիս, թե որքան զգայուն են համաշխարհային ֆինանսական շուկաները Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական ու քաղաքական փոփոխությունների նկատմամբ։ Եթե հակամարտությունը երկարաձգվի փորձագետների գնահատմամբ նավթի մատակարարման հնարավոր սահմանափակումները կարող են շարունակել ճնշում գործադրել ինչպես էներգետիկ շուկաների, այնպես էլ գլոբալ ֆինանսական համակարգի վրա։ Արևելքում յուրաքանչյուր նոր զարգացում կարող է անմիջապես վերաձևակերպել համաշխարհային էներգետիկ եւ տնտեսական օրակարգը։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ստեղծել է թվային հարթակ սպառողների իրավունքներին առնչվող բողոքներին լուծում տալու համար։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կայքում ներդրված սպառողի օգնական թվային հարթակի միջոցով ձեր բողոքին լուծում կտրվի։ Պաշտպանեք ձեր իրավունքները, նշել են հանձնաժողովից։